Գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում, մանկապարտեզի բացման, ծրագիրը գրած է, ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղով պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթա որ պրինտ ենք անում։ Ումա հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում ենք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, խնդրեմը չգիտենք։ Մենք դեղա որ լցնում ենք բուժարոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր խնդրեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, էդ ուրիշ բան, էդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեղ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրանք չգիտեն իրանք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործը, իրանք գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խաբել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է։ Ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է որ մենք տգետ ենք։